Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 TV-ի եթերում օրախնդրի հերթական թողարկումն է, հյուրընկալել եմ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին։ Ողջույն ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ընտրարշավի արդեն կեսը հատեցինք եւ շատ բան փոխվեց։ Մենք փոքրինչ այլ ակնկալիք ունենք եւ տարբեր քաղաքական ուժերի եւ հատկապես այս վարչախմբի քարոզարշավի հիմնական ուղղությունների հետ կապված, բայց այն ասել, որ սուր է, կոշտ է, նշանակում է ոչինչ չասել այս վարչախմբի ձեռամբ նախ եւ առաջ։ Եվ ամբողջապես ոտնահարելով իրենց պաշտոնեական լիազորությունները, չարաշահելով, անխնավարչական ռեսուրս բանեցնելով, հիմա արդեն անցել են բացահայտ բռնության կոչերին, ընդ որում ինքը ընդունում է, որ բռնության կոչ է անում։ Ասում է, այո, ես գիտեմ, որ սա բռնության կոչ է եւ քրեորեն պատժելի, բայց թող լինի այդպեսին։ Կսատկացնեմ, կկզծնեմ, ինչու ես դու ողջ, սա է քարոզարշավի վարչախմբի տրամաբանությունը։ Հիմա չէ որ այս մթնոլորտում, այս ստարտային իրավիճակում ի սկզբանե անհավասար պայմաններ են, պարոն Բադալյան, եւ ինչպիսին է լինի ընտրությունների ելքը, արդեն իսկ հիմք կա դրանք դիտարկելու ոչ արժանահավատ, որովհետեւ դրանք ազատ եւ արդար չեն այս բանին առնվազն, իսկ ընտրությունը միայն քվեարկության օրը չէ, նաեւ ընտրարշավն է։ Նայեք։ Այո, ընտրարշավը միջև սկսվելը մայիսի 8-ը այլ տրամաբանությամբ էր ընթանում, բայց մայիսի 8-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները էական փոխեցին ընտրարշավի գործընթացը։ Նախ պետք է մի բան հասկանանք, ինչ ընտրարշավ է սա եւ ինչով է նախկիններից տարբերվում։ Եվ իհարկե անկախության ժամանակվանից սկսած 95 թվականից սկսած մենք ունեցել ենք եւ նախագահական եւ խորհրդանական եւ նաեւ Երևանի ավական ընտրություններ, Երևանը Հայաստանի մայրաքաղաքը, Հայաստանի կեսն է, դրա համար դա որպես համապետականի նման եմ նայում։ Եղել է եւ կեղծիքներ, գիտեմ, որ շատերն են կեղծվել, այսինքն գրեթե բոլորն են կեղծվել, բայց հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն չի ունեցել այն կեղծիքները, որոնք որ եւ այն ընտրարշավերը իրենց ամբողջ բովագնդակության, քան հիմա։ Եվ ամենակարևոր սկզբունքը, որը տարբերվում է նախորդից եւ ներկայից, դա արտաքին աշխարհակաղակական կենտրոնների միջամտությունն է։ Ինչու է սա խիստ կարևոր շեշտել այս ընտրությունների համար, որովհետև մի դիտարկեք Հայաստանի ընտրությունը զուտ Հայաստանի ազգային ժողովում տեղերի բաշխման գործընթաց։ Սա Հայաստանի ընտրությունը եւ Հայաստանը ինքը գտնվում է մի մեծ տարածքի վրա, որը սկսվում է Եվրոմիության հարավ-արևելքից, Մոլդովա, Ռումինիա, Բուլղարիա, նաև Ուկրաինայից Օդեսա Նիկոլաևնա ավանգստից, այստեղից գալիս է Սևծովով հարավային Կովկաս, Կասպից ծով, կենտրոնական Ասիա։ Այս ամբողջ տարածաշրջանում արևմուտքը, հավաքական արևմուտքը, ռուսական արկայությունը բոլոր տեղերում այս կամ այն կերպ չեզոքացել է։ Մնացել է վերջին տեղը Հայաստան։ Եթե իրենք վերցնում են հունիսի 7-ից հետո նաև Հայաստանը, վերցնել նշանակում է իշխող քաղաքական ուժի վերարտադրություն։ Այս ամբողջ տարածքը անցնում է իրենց հսկողության տակ, որը հակառուսական եւ հակաիրանական տարածք է։ Դրա համար է խիստ կարևորվում եւ տեսնում եք, նախորդ ընտրություններում իրենք չեն ուղարկում հիբրիդային պատերազմի դեմ ինչ-որ պայքարի խմբեր, գումարներ չէին տալի, հիմա տալիս են եւ ուղարկում են, որովհետեւ խիստ նպատակ է դրված այս տարածք ամբողջովին վերցնել, որը կօգտագործվի Ռուսաստանի դեմ, ներսից քայլելու, դուրս գալու Թաթարստան, Բաշկորտոստան եւ այդ երկրի միասնականությունը վերացնելու, տարբեր քարտեզների բաժանելու, նաեւ Իրանի դեմ, փակելով հյուսիս-հարավ ճանապարհը, Իրանի համար խիստ ուրեմն իրավիճակ ստեղծելու։ Սա իրենց նպատակն է։ Ռուսաստանի նպատակն է հակառակը թույլ չտալ, որ Հայաստանում իշխող քաղաքական ուժը վերարտադրվի։ Դրա համար Ռուսաստանի համար այս ընտրությունը ունի խիստ կարևոր նշանակություն, կարող ենք ասել, սա իր համար քաղաքական տեսակետից Ստալինգրադյան, ուրեմն ճակատամարտն է։ Մեր համար նույնպես սա խիստ կարևոր նշանակություն ունի։ Երբեք այս ընտրությունները նախկինում այսքան չի կարևորվել, իսկ հիմա կարևոր է եւ կարելի ասել դա մեր համար սարդարապատի նշանակություն ունեցող ուրեմն ընտրություն է, որովհետեւ քաղաքական ուժերը մասնակցող 3 իմաստային բովանդակություն են առաջարկում։ Մեկը քաղաքացիական պայմանագիրն է, որը արևմուտքի ուրեմն ծրագիրն է իրականացնում, որի վերարտադրությունը այստեղ հանգեցնելու է նրան, որ Հայաստանը ոչ միայն սուբյեկտ չի դառնալու, ոչ միայն անգամ օբյեկտ չի մնալու, այլ դառնալու է ընդհանրապես ասենց ասֆալտի ճանապարհ, հյուրանոցներով, ռեստորաններով, որը սպասարկելու է տարածքի վրա գնացող եկող ուրեմն բեռնատարներին
Հա, որոնք կենտրոնական ասած պայմանական ասած հումքը տանելու են դեպի Եվրոմիություն ու տեղից էլ ինչ որ ապրանքներ են տալու կենտրոնական ասած դու դառնաս ընդամենը ճանապարհ դե արևմուտքից արևելք արևելքից արևմուտք ոչ խաչմերուկ անգամ հյուսիս արև չի աշխատելու դա փակվելու է սա իրենց ծրագիրն է բովանդական տեսակետից իրենց անդիմացող հիմնական անդիմադիր ուժերը ուժեղ Հայաստան Բարգավաճ եւ Բարգավաճ Հայաստան ուրեմն դաշինքը նրանք այլ ծրագիր են աճակում նրանք առնվազն ասում են Հայաստանը պետք է մնա օբյեկտ չվերածվենք մենք ընդհանրապես ճանապարհի ազգային արժեքը այստեղ պետք է պահպանվի ի տարբերություն այս մյուս ուժի որը եկեղեցու դեմ արժեք է սկսել Արարատսարն է հանում այսինքն ինչ որ ազգային այստեղ պետք է ԿՊ-ի ծրագրով կամ գլոբալիստների ծրագրով վերանա դու ընդհանրապես պետք է որպես ռեստորանում հա սպասարկող հոթել սպասարկող եւ այլն իսկ այս կողմից չէ ազգայինը գոնե մնում է Եվ տնտեսությունը այս կամ անչափով զարգանում է, իհարկե ոչ 300,000 աշխատատեղով, բայց անհամեմն տնտեսությունը զարգանում է, իդեպ նշեմ, որ այս 3-ի մեջ կա տարբերություն իմաստային տեսակետից։ Շատ լավ, մենք հիմա դրանք անդրադառնանք, պարոն Բադալյան, դուք Եվ կա երրորդ ուժը, ազգային ժողովրդավարական բևեռը, որը նույնպես ասում է, որ մենք պետք է մնանք օբյեկտ, բայց ամերիկյան ուրեմն բանով։ Ձեր նշած երրորդ ուժը մարգինալին մոտ ուժ է եւ որևէ սոցհարցման տվյալներով անցնելու շանս չունի, այսինքն նրա քարոզարշավ այնքան տեսանելի չէ, որ այն հատելու շեմի վրա լինի, թողնենք։ Հիմա 19 առաջադրված քաղաքական ուժ կա, մենք խոսում ենք 3, 4 կամ 5 խոշոր ուժերի մասին, որոնք ակնհայտ անցողիկ շեմը հաղթահարում են եւ խորհրդանում կարող են իշխանություն ձևավորել։ 4 անցնում են։ Շատ լավ։ Հիմա անցողիկների մասին, իդեպ, բայց նույնիսկ մինչև անցողիկները եկեք խոսենք մասնակցության ցուցանիշի մասին։ Հիմնվելով 2021 թվականի տխուր փորձի վրա, երբ ընտրության չգնացածները ցավոք սրտի Փաշինյանին օժտեցին սահմանադրական մեծամասնությամբ, երբ նրա պարզ մեծամասնությունը փոշիացած ձայների քանակով ու ընտրության չգնացածների կամոք վերածվեց սահմանադրական մեծամասնության։ Հիմա Փաշինյանը ամեն ինչ անում է քաղաքական գործընթացներից մարդկանց զզվեցնելու համար, այսինքն բոլորի միջև հավասարության նշան դնելու։ Եվ ես վստահ եմ, որ իր այս գռեհիկ բառապաշարը նաև դրան է ուղղված։ Ոմանք ասում են, որ օրինակ դոգի էլեկտորատի մի մասին է հավակնում, դա էլ կարող է լինել, բայց ընդհանուր առմամբ հիասթափություն առաջացնել քաղաքական համակարգից առհասարակ։ Իր կողմնակիցները գնալու են ընտրությունների։ Ընդդիմության կողմնակիցները սկսում են մտմտալ։ Իսկ արժե առհասարակ մտնել քաղաքական պատասխանատվության տակ, գնալ քաղաքացիական պարտ կատարել եւ այլն։ Փաշինյանին դա է պետք։ Հիմա հասկանանք ընդդիմությանը ինչ է պետք, հավաքական ընդդիմությանը, հատկապես անցողիկ շեմ հաղթահարող ուժերին մեկ եւ երկրորդ ընտրողին ինչպես ճիշտ կողմնորոշել։ Ինձ տասնյակ մարդիկ հարցնում են իմ շրջապատում։ Ես սրանց ընդդիմախոսն եմ, ես սրանց քննադատն եմ, հակառակորդն եմ, բայց ես չգիտեմ ում ընտրել։ Ես որևէ ուժի օգտին չեմ ուղղորդում, բայց ես պարզ մեթոդաբանություն եմ տալիս, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել ում ընտրել։ Ձեր մեթոդաբանությունը ո՞րն է։ Նախ սկսենք նրանից, որ եկեք ընտրությունների մասնակից ոչ մի ուժերի մարգինալ չանվանենք, որտեղ նրանք բոլորը հավասար, ասենք, իրավունքներ ունեն։ Եվ բովանդակային իրավունքների մասին չի խոսքը, պարոն Բադալյան, ակնհայտ է, չէ, որ ասենք խոշորին եւ մանրին չենք համեմատում։ Չէ, մեր օպե, այստեղ խոշոր մանրը չէ, խնդիրներ կա, հասկանալի 4 ուժ միանգամից անցնում են։ Այստեղ քաղաքացիական պայմանագիր, ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք եւ Բարգավաճ Հայաստան։ Եւ մի քանի ուժ կա, որոնք 4%-ը կարող են հաղթահարել։ Կարող են հաղթարել գրագետ ընտրաշավի դեպքում դրանք մի քանի ուժ են դրանցից մեկը այո մեկը ազգային ժողովրդավարական բևեռն է ինչու համար որտեղ ինքը առաջարկում է Հայաստանը պետք է դառնա ի հակառակ քաղաքացիական պայմանագրի պետք է դառնա քուր արաքսից մինչև Վիլսոնյան սահման այսինքն սա սուբյեկտի ապագայի տեսլական է ԱՄՆ-ի աջակցությամբ եւ արևմտամետ ամերիկամետ ընտրազանգվածը կարող է գնալ եւ նրան քվեարկել Այսպես չի որ նա չի անցնում։ Հիմա ինչ գրագիտությանն է դա իրականացնել, դա ուրիշ հարց է, տեխնոլոգիա գործընթաց ուրիշ է, բայց ստրատեգիական տեսակետից նա կարող է անցնել։ Բացի դրանից եւս մեկ երկու ուժ կարող են անցնել, ասենք Հանրապետություն կուսակցությունը իր հակառուսականության շնորհիվ կարող է որոշակի Հայաստանում հակառուսական ընտրազանգվածին իր կողմը բերել եւ ինքը մի քանի տոկոսով կարող է անցնել, այսինքն բացի 4-ից կարող են եւ մի քանիսեր 4%-ը քիչ անցնել այս սահմանը կարող են թեթևակիորեն անցնել։ Մնացածները ուղղակի պետք չի խոսալ, մնացածներին ձայն տալը ուղղակի փոշիացում է, որ գնում է տվյալ ով որ արժի տեղը կզբաղեցնի օգուտ դրան։ Եթե վերցնենք տարբեր հրապարակային սոցիոլոգիական հարցումներ, որ առաջինը ԿՊ-ն է, չնայած որոշ ալախտյուրների դա փոխում է, այնուամենայնիվ, եթե ընդունենք առաջինը ԿՊ-ն է, ապա քվեարկելով X կուսակցությանը, որը դու լավ գիտես, որ չի անցնում, ասենք Հայ ազգային կոնգրեսին, գերազանց գիտես, որ չի անցնելու, նրա
ձայները միանգամից գնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Հիմա այս սկզբունքն ենք։ Ինչ վերաբերում է անդիմության, գիտեք, անդիմադիր ընտրազանգված բազմիցս ասել եմ գոյություն չունի։ Չկա այդպիսի ընտրազանգված։ Այդպիսի ընտրազանգվածը բավականին բարդ կառուցվածք ունի, քաղաքական կողմնորոշման, որը կյանքի համար է քվեարկում, եւ երկրորդ անձնական կողմնորոշման մարդիկ, որոնք մարդ են, փրկիչ են ընտրում, եւ երրորդը տատանվող ընտրազանգվածն է, ինքը չգիտի ում ընտրի։ Այս առաջի երկուսը իրանց հերթին բաժանվում են տարբեր ենթախմբերի։ Հիմա, երբ որ մենք ասում ենք, հա, ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք եւ Բարգավաճ Հայաստան, դրանք հիմնականում ոչ թե անդիմադիր ընտրազանգված, այլ ասում չկա, դրանք ռուսամետ ընտրազանգվածի ձայներին են հավակնում։ 1, 3 միաժամանակ։ Եվ երկրորդ, դրանք քվեարկում են անձնական կողմնորոշման պատրողներ, այսինքն փրկիչներ, որոնք անուն Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Գայիկ Ծառուկյանին դիտում են որպես փրկիչ, որ այս իրավիճակից պետք է ազատի, ինչպես նաեւ հատկապես վերջերս նկատել եք, որ Հայաստան դաշինքի ղեկավարը բավականին սրացրել է իր քննադատությունը, հա, Նիկոլ Փաշինյանի ուրեմն դեմ եւ ինքը հավակնում է այս պայդրությամբ ստանալ Նիկոլ Փաշինյանի հակընտրազանգվածի ձայները, այսինքն նրանք այն ընտրազանգվածը, որը ոչ մի դեպքում չի ուզում, որ Նիկոլ Փաշինյան դառնա վարչապետ, ինքը գնալու է Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Ինչ վերաբերում է մնացածներին, ասենք Նիկոլ Փաշինյանը այսօր ստանալու է անձնական կողմնորոշման քվեարկողներ, որոնք Նիկոլ Փաշինյանին փրկիչ են տեսնում։ 1. Երկրորդ, ինչ որ չափով արևմտամետի մի մասը եվրոպամետի ընտրազանգվածն է ստանալու, որտեղ եթե ուշադրություն դարձեցիք, արևմտամետերը այսքան ակտիվորեն չմիավորվեցին, խաղի մեջ չմտան, որպես իրենց ձայները գնան ուրեմն քաղաքացիական պայմանագրին։ Սա 2. Երրորդ, իրանք քվեարկելու են այսպես մի 5-ից 7% միշտ ընտրազանգված կա, որը միշտ իշխանություններն է քվեարկում, անկախ թե ով է տվել պայ իշխանությունը։ Այդ երրորդ ընտրազանգվածն է իրեն գնալու։ Եվ չորրորդ իրեն գնալու է Ռոբերտ Քոչյանի, Գայիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի հակընտրազանգվածները, որոնք չեն ուզում, որ իրանք հաղթեն։ Այս 4 հիմնական ուրեմն ընտրազանգվածներն են գնալու։ Ծավալը չենք ասում ինչքան են, բայց գնալու են այս ընտրազանգվածները։ Հիմա, եթե վերցնում ենք այս ձեր ասած 3 հիմնական, որոնք 100% անցնում են, դրանք են մի կողմ, որոնք որ կանցնեն կամ չեն անցնի։ Իրանք տարբեր ռազմավարություններ իրականացնում։ 1. Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավը, ասում ենք, սկսեց անցյալ տարի օգոստոսի 8-ին, երբ որ նախաստորագրվեց այդ խաղաղության կոչված այդ նախապայմանագիրը, հա, նախաստորագրվեց, որն էր իր կոնցեպցիան։ Ես բերում եմ խաղաղություն, մնացածները բերում են պատերազմ, մնացածները կամաց կենտրոնացվեցին արդեն այդ 3 հիմնական ուրեմն ուժերը, ռուսամետ ուժերը կամ անդիմադիր ուժերը իրանց վրա, ես խաղաղություն, իրանց պատերազմ։ Այս գիծը տանում էր մինչև քարոզարշավի սկիզբը։ Վա չէր տանում, լավ էլ չէր տանում, բայց միջին մակարդակով էր տանում, բայց քարոզարշավի սկզբից տեղի ունեցան կտրուկ լարում, հատկապես լարումը տեղի ունեցավ Հայաստան դաշինքի կողմից եւ իր սցենարը կոտրեցին եւ այն ինքը որ մի քիչ հա ասենց ոչ adekvat պահվածք է դրսևորում քաղաքացիների հետ, կանանց հետ եւ այլն, դրանով փաստացի իրեն դուրս բերեցին adekvat վիճակից եւ դա հաջողվեց եւ ինչքան էլ հիմա կփորձին նորից այդ հինը այդ մի քանի ամսվա գործընթացը նա չի կարող անել, որն էր իր խնդիրը հիմնական իշխող քաղաքական ուժի անլրջացնել ընտրությունները եւ ձեր ասած մասնակցության տոկոսը թուլացնել, որովհետեւ ինչքան քիչ է մասնակցում, այնքան իր ընտրազանգվածը այո գնալու է, հատկապես իր ընտրազանգված մի մաս իրանց հիասթափելով գնում էր դեպի Վարդան Ղուկասյանը, դոկ կուսակցության կողմը, բայց հաշվի առնելով, որ նա բանտից չկարողացավ դուրս գալ եւ մնաց ուրեմն հեռախոսով էկրանի ետևից է խոսում, պայմանական ասենք, նրա այդ ընտրազանգվածի մասը նորից ոչ թե իրան վերադարձավ, հետաքրքիր է, նա գնաց դեպի Սամվել Կարապետյան, այդ նույն ընտրազանգվածը, որը փրկիչ մանեկավ, ինչու համար, հա, պատճառաբանելով, որ իշխող քաղաքական ուժի ղեկավարը նախկիների թալանածը մեզ չտվեց, իսկ սա հարուստ մարդ է, սա իր գպանից փողեր կդնի, մենք կողքից կապրենք։ Այն մոտապես այս ընտրազանգվածի փոփոխություն տեղնոց, ամենակարևորը կոդրեցին իշխող քաղաքական ուժի քարոզարշավը, սցենարը կոդրեցին։ Շատ լավ, մի քանի ուժեր էլ կան, որոնք բավական տպավորիչ գրագետ քարոզարշավ են անում։ Ես շարունակում եմ համարել, որ ԱԺԲ-ի
քարոզարշավը բնավ տեսանելի չէ եւ Համաձայն որևէ սոցհարցումով իրենք անցողիկ շեմին մոտ չեն, բայց օրինակ ինձ համար այսպես ասած Kinder սյուրպրիզներից մեկը Հայկ Մարությանն էր իր նոր ուժով, որը իդեպ մոտ է անցողիկ շեմին։ Շատ դժվար է ասել ինքը իրեն ինչպես կպահի։ Ինքը երկու թիրախ ունի, նախկիններ եւ ներկաներ, եւ եթե օրինակ նվազագույն թվով խմբակցություն ունենա խորհրդարանում, շատ բան կարող է իրենից կախված լինել։ Արման Թաթոյանը, որը բավական տպավորիչ եւ գրագետ քարոզարշավ է իրականացնում միասնության թևերի շրջանակում, ելի 1-2 ուժեր կան, որոնք փորձում են, ասենք, բոլորին դեմը շատ ոչ ստանդարտ պրակտիկա է ընտրել, թեև իրենք էլ են մարգինալ։ Իրենք վստահաբար որևէ անցողիկ շեմին մոտ չեն գալիս։ Հիմա այդ ամբողջը թողնենք մի կողմ, պարոն Բադալյան։ Նորից վերադառնանք այն կոնֆիգուրացիային, որը կարող է լինել հունիսի 7-ին, ընդ որում նույնիսկ մինչև հունիսի 7։ Տեսեք, ընդդիմադիր որոշ շրջանակներից մտահոգություն կա, որ քվեարկություն կարող է տեղի ունենալ առհասարակ։ Եվ այդ մտահոգության հիմքերը բավական ռեալ են։ Փաշինյանի սեղանին ամեն առավոտ դրվում են, չէ՞, փակ սոցհարցումների տվյալներ եւ ինքը առավոտ չեմ կարող ասել, բայց դրվում են հաստատ։ Ինքը տեսնում է, որ ինքը անցողիկ շեմը հաղթահարելով չի կարողանում մեծամասնություն ձևավորել։ Դա մեկ։ Երկրորդ, շարունակաբար իրենք ամիսներ շարունակ Գյումրի 2-ով էին վախեցնում ժողովրդին եւ այդ երագլուխ հրեշի միֆն էլ որ սարքեցին, դա էլ առանձնապես չաշխատեց։ Երկրորդ, կարող է լինել ընտրության երկրորդ փուլ։ Կարող է առաջի փուլով չավարտվել, որովհետեւ կոալիցիա պարզապես կարող է չձևավորվի, ոչ մեկ մեծամասնություն չհավաքի։ Եվ երրորդ, կարող են լինել հետընտրական զարգացումներ, ընդ որում բավական թեժ։ Օրինակ ընդդիմության շարքերից մենք լսում ենք նման նախազգուշացումներ եւ դա շատ կարեւոր է, որ հունիսի 7-ով գործը չի ավարտվելու եւ անհրաժեշտության դեպքում մարդիկ պետք է պատրաստ լինեն նաեւ փողոցային պայքարին։ Հիմա նախ այս պահի տվյալները հաշվի առնելով, ընդդիմության հիմնական քաշող ուժերի տրամադրվածությունը հաշվի առնելով, բնակչության մասնակցության մոտավոր ցուցանիշը ենթադրելով, դա 50%-ի կարգի է լինելու, ինչպես 21 թվականին, կարծում եմ 60%-ի չի մոտենա, նույնիսկ կարող է 55% չլինել։ Ինչ հիմնական զարգացումների սպասենք հունիսի 7-ի շրջակայքում, այսինքն դրանից մի քանի օր առաջ, հենց այդ օրը, այդ գիշերը եւ հունիսի 8-ից սկսյալ։ Այս պահեդրությամբ մի բան կարող ենք հաստատ ասել. իշխող քաղաքական ուժը չունի արդեն 52 եւ ավել տոկոս, որ ինքը միանձնյա իշխանություն ձևավորի։ Սա այս պահեդրությամբ հաստատ է։ Այսինքն 21 թվի սցենարը բացառվում է, որ միանձնյա իշխանություն կարողանա ձևավորել։ Այս պահեդրությամբ մի րոպե սցենարը բացառվելու չէ, դեռևս խոսենք հնարավորություններից։ Որտեղ 21 թվականն էլ որոշակի գործընթացներ տեղ ունեցան։ Հիմա չպետք է 21 թվականին արտաքին քաղաքական միջամտությունը այդքան մասշտաբային չէր, ինչպես հիմա, այդքան ուժեղ չէր։ Սա չպետք է մի կողմ դնենք, այս գործոնը միշտ կա, հիշեք, այս գործոնը մի կողմ չդնենք։ Սա մեկ, այսինքն իշխող քաղաքական ուժը չունի։ Երկրորդ, ամեն դեպքում 3 այն ուժերը միասին ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշնիկ Բարգավաճ Հայաստան, երեքով միասին ավելի շատ ձայն են հավաքում, քան ուրեմն այս իշխող քաղաքական ուժը։ Այստեղ պետք է նաև հաշվի առնենք փոշիացած ձայների քանակը։ Հիմա այստեղ հետաքրքիր բան կա։ Մասնակցության աստիճանը կախված է նաև ընտրությունների լարվածության աստիճանին։ Ինչ էր անում իշխող քաղաքական ուժը։ Այն որ ավտոբուսի մեջ անդադ ուտում, մենթաթու լավաշ են ուտում, քեբաբ են ուտում, ելակ են ուտում եւ այլն, եւ ինքը անդադ անլրջացնում էր ընտրական գործընթացը, իսկ անլուրջ գործընթացին աշխատում են մարդիկ չմասնակցել։ Բայց վերջին մի շաբաթվա ընթացքում իրեն անլրջացրեցին։ Դա համար սցենարը փոխվեց։ Ինքը սկսեց արդեն ինքը հասկանում է, որ այս սցենարը չի աշխատում, որը մշակված էր միջև հիմա, դրա համար ինքը փորձում է ինչ-որ սցենարի փոփոխություն կատարել ոտի վրա, որը դու չես կարողանել 17 օր ժամանակ է մնացել կամ 15 օր, ավելի քիչ ժամանակ է ուրեմն մնացել։ Այսինքն չի կարողանում հնին գա, բայց նորն էլ ոնց որ չի կարողանում պատրաստել, որտեղ 15 օրում չես կարող նոր սցենար գրել։ Կախված է մասնակցության թվականակը, կախված է թե կհաջողվի արդյոք ուժեղ Հայաստան Դաշնիկ եւ ուրեմն Բարգավաճ Հայաստանին կտրուկ լարել իրավիճակը։ Լարված իրավիճակում, այսպես ասենք, հեղափոխական իրավիճակում մասնակցությունը միշտ շատ բարձր լինում։ Բայց այս պահի դրությամբ ընտրությունների հաղթանակը կա երկու ուրեմն պայման։ Մասնակցության թվականակն է։ Նա չգիտեմ 55 կլինի, 60 կլինի, թե կոպիտացած 75 կլինի, չգիտեմ ինչքան կլինի, ինչքան շատ լինի, այնքան հաղթանակը ավելի հնարավոր է այս ուժերի եւ երկրորդ դեռևս մինչև հունիսի 7-ից հետո գործընթացին մենք պետք է անդրադառնանք հունիսի 7-ի հաշվարկը գործընթացի, որովհետեւ մի բան պարզ է, իշխող քաղաքական ուժը չունենալով այլևս 18 թվականի առավելևս այդ վարկանիշը
ինքը ուզի թե չուզի պետք է փորձի ամենանավանակությամբ ուժային տարբերակով պահել իշխանությունը, որը ենթադրում է տարբեր ուրեմն գործիքակազմ։ Մեկը հանձնաժողովների հետ կապված աշխատանքներն են, այսինքն հանձնաժողովի ընդդիմադիր անդամների հետ կապված աշխատանքը լրատվական դաշտում արդեն գրում են, որ նրանց նկատմամբ ինչ որ արդեն յուրահատուկ ֆինանսական մոտեցումներ են փորձում ցուցաբերել եւ այլն։ Եվ եթե ընդդիմադիր ուժերը կարողանան հանձնաժողովի իրանց անդամներին խիստ վստահելի մարտիկ դնեն, որոնք կոպետացած փողին, հնարավոր, այսպես ենթադրյալ առաջարկությանը կուլ չգնալ, ես հիմա ոչ մեկին չեմ մեղադրում, ինչ որ բաներ չեմ ասում, ենթադրյալ այդ գործընթացներ, որ կարող է ֆինանսական, այսպես գործընթաց լինի հանձնաժողովի անդամների նկատմամբ։ Եթե նրանք կարողացան իրենց հանձնաժողովի անդամներին ունենալ 100% վստահելի մարտիկ եւ կարողացան ուրեմն քվեարկության նախորդող օրը բոլորին փոխել, որտեղ հիմա արդեն գիտեն, ով որտեղ է հանձնաժողով լինում, եւ ընդհանրապես ավանդույթը նենց է, որ եթե գիտեն, որ ընդդիմադիր այս ասենք, տեխնացուն այսինչ հանձնաժողովը նրա նկատմամբ սկսում են արդեն տարբեր մոտեցումներ զանգել, մոտենալ, խոսել։ Մեկ օր առաջ դու բոլորին փոխում ես, այդ ամբողջ համակարգը փոխվում է։ Բայց ինչ պետք է անեն հանձնաժողովի ընդդիմադիր անդամները օրինակ։ Առաջին հերթին իշխանության հետ գործարքի գնալու դեպքում ինչ պիտի անեն առաջին հերթին գան հանձնաժողով, որտեղ հանգարց պատահաբար չհիվանդանան, որ իրենց փոխարեն կենտրոնական ընտրական հանձնաժողով արդեն պատրաստի մարդուն չուղարկի։ Սա մեկ, եւ երկրորդ, ձայների հաշվարկման գործընթացում ճիշտ արձանագրության տակ ստորագրեն։ Հանգարց այնպես չլինի, որ քվեարկությունը բան լինի, Ախր այդ արձանագրությունը մենք բոլորս ուղիղ եթերում տեսնում ենք 2005 տեղամաս է լինելու, 2005 տեղամասերից ուղիղ հերարցակում է լինելու, ամեն քվեաթերթիկ որ հանվում է ցույց է տրվում։ Այնպես որ այդտեղ չէ, հանգարց կարող է պատահի, որ տեղամասերում լույսերն էլ չաշխատեն, էլի պատահաբար։ Այդպես եղավ, օրինակ Էջմիածնում այդպես եղավ, բայց հետո վերահաշվարկի դիմումներ են տրվում, այսինքն վերահաշվարկի դիմումներից առաջ այնպես չլինի, որ արդեն վերահաշվարկած բանը տոպրակները այլ ձևի ստորագրված, ունտեղ արդեն այլ ցուցանիշներով բաներ քվեապարկել լինեն, էլի։ Այդ 90-ականների մեթոդներ եք ասում, պարոն Մատելյան։ Հիմա մի քիչ դժվար է պատկերացնել։ Չէ, ամեն ինչ հնարավոր է։ Ես չեմ բացառում իհարկե։ Ուրեմն ամեն ինչ հնարավոր է, որովհետև ամեն գործիքակազմ հնարավոր է իշխանությունների կողմից իրականացնել, որովհետև ազնիվ վարդար ընտրություններով չի լինում 52%, սա միանշանակ է, սա մեկ։ Երկրորդ, շատ կարևոր է վստահված անձից, խիստ վստահված անձանց առկայությունն այնտեղ, որովհետև իմացեք, այս 19 ուժ որ մասնակցում են ընտրություններին, նրանցից շատերի վստահված անձիկ արդեն իշխանության ներկայացուցիչներն են, որոնք հանդես են գալիս որպես ինչ որ X կամ Y անով կուսակցություններ, եւ նրանք նույնպես ազդում են ընտրատեղամասում տեղի ունեցող բոլոր գործընթացների վրա։ Իդեպ եւ իրենք եւ դիտորդական որոշ կազմակերպություններ։ Հիմա ասենք Դանիել Հովհաննիսյանի դիտորդների ոնց վստահես, որ նրանք անաչափ դիտորդություն պիտի իրականացնեն։ Իդեպ իշխող քաղաքական ուժը շատ հանգիստ, դիտորդական առաքելության մեջ տեսակ որոշակի փոփոխություններ մտցեց, որ դիտորդական կառույցը չպետք է քաղաքական, աֆիլիироваться լինել, ասենք ասոցիացվի սրա նրա հետ, վստահ եղեք, որ ասենք ձեր թվակած գործիչի դիտորդական առաքելությունը շատ հանգիստ կգնա, այլ դիտորդական առաքելություն կարող է թույլ չտրվի։ Դրա համար այս պայմանությամբ պետք է մենք մի բան հասկանանք։ Կլի 90-ականների, թե 2000-ականների տեխնոլոգիաները շատ հնարավոր է ոչ նկատի ունեմ ոչ ազնիվ տեխնոլոգիաները պահպանվի, որովհետև իշխող քաղաքական կիրառվի, որտեղ իշխող քաղաքական ուժը չունի այլևս այն վարկանիշը, որ առանց այդ տեխնոլոգիաների իշխանություն մնա, իսկ ինքը պարտադիր պետք է մնա իշխանության, որովհետև ինքը ունի պատվեր արևմուտքից, որը միջև վերջ պետք է հասվի։ Առաջինը կատարել է Արցախի հարցը, չկա, փակվել է, երկրորդը Զանգեզուրի միջանցքը տրամադրման գործընթացում է, երրորդ ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը պետք է չզոքացվի։ Շատ լավ, այդ դրանցից որևէ մեկի մասին նախկինում բացահայտ չէր խոսվում։ Օրինակ 21 թվականի իրենց նախընտրական ծրագիրը բացահայտ ստերի շարան էր։ Անջատում հանուն փրկության, Արցախի ապազավթում, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում եւ այլն։ 26 թվականի նախընտրական ծրագիրը ԿՊ-ի կողմից գրված, որը աստված մի արած թե նրանց վերարտադրվելու դեպքում կառավարության ծրագիր է դառնալու եւ ստանալու է օրենքի ուժ, ոչինչի մասին է։ Այսինքն այդտեղ զարգացման ծրագիր չկա։ Կա օրինակ, որ իրենք պիտի փոխեն վեհապար հայրապետին։ Դա կա գրած։ Բայց զարգացման ծրագիր չկա եւ եթե օրինակ 2021 թվականին
վարչախումբը եւ նրա պարագլուխը ասում էին ապագա կա, ընդ որում ասում էին Արցախում էլ ապագա կա, ու ներկայացնում են ապագայի հետ կապված ծրագրեր։ Մինչեւ հիմա 30-ով է տալիս, թե իբր 100 միլիարդավոր դրամներ է ծախսել Արցախում։ Արցախում, որը ինքը 91 թվից ի վեր համարում է Ադրբեջան։ Հիմա իրենք ապագայից էլ չեն խոսում։ Հիմա ինքը դարձել է անց-ինստիտուտ, համարում է, որ եթե ինքը չլինի ֆիզիկապես, ապա խաղաղություն էլ չի լինի։ Եվ ես մի քիչ չեմ հասկանում չկողմնորոշված ընտրազանգվածի վրա հաշվարկ անելու նրա մղումը, որովհետև նրանք, ովքեր պիտի գնան իրեն քվեարկեն, կգնան եւ կքվեարկեն։ Բայց որքան էլ մեր ժողովուրդը ծրագրեր չի կարդում, ի վերջո օրվա իշխանությունից պիտի լսի առաջին հաշվետվություն անցած 8 տարիների համար, երկրորդ ապագայի մասին ծրագիր։ Ապագայի մասին ծրագիր չկա, կա ամեն ինչ, կա ատելության խոսք, կա բռնության կոչ, կա հայհոյանք, կա թշնամանք, բայց ծրագիր չկա։ Այսինքն լավ, ենթադրենք նույնիսկ աչք ես փակում Փաշինյանի անցնող 8 տարվա բոլոր հայրենակործան տապալումների վրա աչք ես փակում, բայց պիտի հասկանաս հաջորդ 5 տարվա համար ինչի համար ես նրան մանդատ տալիս, չկա այդ մանդատը։ Կա։ Ինքը դրա մասին ասել է։ Երբ որ մեզ մանդատ եք տալի, մենք Ադրբեջանի բոլոր ուրեմն պահանջները կատարում ենք, այն հողային տարածքները, որ ուզում Ադրբեջանը մենք տալիս ենք, մենք քաշում ենք այս տարածքի մեջ, այս որը որ կոչվում է, ասացի, ասֆալտի ճանապարհ, որ մեր բեռնատար անցնի գնա կենտրոնական ծրագիր չի, պարոն Բադալյան։ Չէ, դա ծրագիր իրենց ներկայացում, դա ձեր գիտակցության ծրագիր չի, իրան ներկայացման ծրագիր է։ Ընտրողի վրա հաշվարկ անելու ծրագիր է դա։ Հա, դա աշխատում է ընտրողի վրա։ Հանկիստ նստենք, ոչ մի բան չանենք, գինու ֆեստիվալը, չգիտեմ ինչի տարբեր փառատոներ անենք, մեր համար յոլա գնանք ապրենք այդքան բան։ Բայց ասեմ, դա դու օբյեկտ չես դառնում դու անգամ, դու ճանապարհ ես դարձում, սրա ծրագիրն է։ Դա էլ ապագայի ծրագիր։ Դա իրենց ծրագիրն է, դա ասում մենք ոչ մեկի հավակնություն չունենք, արատա հանենք, դասագետքեր վստահ եղեք, որ հանվելու է, միգուցե ֆիդեական շարժումն է հանվելու, ցեղասպանության մասն է հանվելու, հնարավոր է ցեղասպանության թանգարանը կամաց ինչ որ վերափոխվի դառնա համաշխարհային ցեղասպանություն, հետո ինչ որ այլ սկզբունքներով, ինչ որ այդպես մարգինալացված կառույց դառնա, ազգային եկեղեցին փոխել, ազգային ընդհանրապես ամեն ինչը փոխել, տնտեսությանը մեզ ինչ է պետք, որովհետեւ վարորդները մեքենաներով արևելքից արևմուտք գնան եւ հակառակը պետք են հյուրանոցներ, ռեստորաններ, գինու փառատոներ, դա է ծրագիրը։ Ինչ եք մտածում, որ ծրագիրը պետք է լինի սուբյեկտ դառնալու ծրագիր։ Ձեր պատկերացած ծրագիրը դա այն է, որ Հայաստան դառնա սուբյեկտ, որ ինչ որ բան որոշի։ Իրանց պատկերացած ծրագիրը այդ ծրագիրը չի։ Սուսուփուս մեր համար գլուխներս կախ մեր համար ստեղ ապրենք, միջև տեսնենք ինչ են անում։ Այո, կարող է դա որոշ թվով ադրբեջանցիներ գան, դե հիմա ապրել են ստեղ էլի։ Ով ասաց որ չեն ապրել, այստեղ էլ կարող են գալ եւ կարեւորը արևմուտքի ծրագիրը իրականացնելն է, ռուսական ռազմաքաղաքական գործոնը հանել, ինչպես ասաց Մակրոնը Հայաստան Եվրոմիության առաջին գագաթնաժողովի ժամանակ Հայաստանին լիակատար երջանկության համար կամ անկախության համար անհրաժեշտ է ազատվել 4000 հոգ ռազմական բազայից եւ 1000 հոգի սահմանապանից։ Դրանք պետք է դուրս գան։ Ծրագիրը դա է։ Ստեղից պետք է ռուսական դուրս գան, թե դրանց հետո ստեղ կգան թուրքերը, կգան Եվրոմիությունը, կգան, չգիտեմ, Ամերիկան, կարևոր չի իրանց համար արևմուտքի համար, կարևոր է ռուսականը, չէ՞ ազգային չլինի։ Դուք ընդդիմության հիմնական 3 շարքերի առաջնորդների կողմից խոսույթը սրելու անհրաժեշտության մասին խոսեցիք։ Այն արդեն իսկ բավական սրվել է անցնող 2 շաբաթում, ինչ ընտրարշավը մեկնարկել է, բայց մի մեղադրանք կա, որը ճիշտ ասած ես օբյեկտիվ չեմ համարում, այսինքն համարում եմ, որ այդ մեղադրանքը իրական չէ, բայց կարծում եմ, որ ընդդիմությունն էլ պետք է հակառակողության փոքրինչ ջանքեր գործադրի։ Խոսքը հետեւյալի մասին է։ Փաշինյանը իր բավական ցածր վարկանիշով, իր շատ մեծ հակառեյտինգով շարունակում է թելադրել օրակարգը։ Այսինքն ընդդիմության առաջատարների, ընդդիմադիր դաշինքների ղեկավարների կողմից դեռևս իրենց խոսույթը շարունակում է լինել ի պատասխան Փաշինյանի։ Եթե նույնիսկ առաջնորդները չեն խոսում այդ մասին, ապա երկրորդ, երրորդ ռանգի դերակատարները շարունակաբար հակադարձում են նրան։ Օրինակ Սամվել Կարապետյանի դեպքում այդպես չէ։ Սամվել Կարապետյանի դեպքում ես տեսնում եմ, որ նա շաբաթը մեկ ինչ որ նորարարական հեղափոխական ծրագիր է առաջարկում։ 300,000-ը ավելի շուտ էր ասել, օրինակ հիմա ասում է, որ ամեն զինծառայողի ընտանիքի ամսական 40,000 դրամ բավարարում է տրվելու, 5-րդ երեխայի դեպքում բնակարան է պետությունը հատկացնելու, հիմնադրամ են բացելու պետություն մասնավոր համագործակցությամբ անապահովներին 150,000 դրամ են տալու բազմազավակ ընտանիքներին։ Այդ ամբողջը սեփական օրակարգ է, բայց միևնույնն է։ Դեռևս ես ավելի շատ հակադարձում եմ տեսնում։ Դրանից խուսափել կլինի, հավանաբար ոչ, որովհետև
վարչախումբը ինքը տիրապետում է անսահմանափակ ռեսուրսների, բայց միգուցե դա մի քիչ շատ է լցնում դաշտը։ Միգուցե պետք է առհասարակ արհամարել նրան եւ խոսել բացառապես պրոտագոնիստական օրակարգով, ոչ թե անտագոնիստական։ Չէ, չի կարելի բացառապես բանանել նախ ձեր ասածը ճիշտ էր մինչև մայիսի 8-ը, բայց այս վերջի մի շաբաթվա ընթացքում, հատկապես վերջի մի քանի օրվա ընթացքում դա փոխվեց։ Էական փոխվեց։ Այն որ վարչապետը սկսեց ուրեմն զարյանալ, որ գոռում էր ինչի՞ չես մեռել եւ այլ եւ այլ։ Իհարկե դրանով ինքը էժանացնում է տրական գործընթացը, բայց իր այդ գործընթացը ես խաղաղություն եմ իրանք պատերազմ իր սցենարը դա չաշխատեց։ Այ ինքը օրակարգ է թելադրում, որտեղ ինքը կարողանում է այդ սցենարը առաջ տանել։ Այդ սցենարը ջարդեցին։ Ու ինքը հիմա չի կարողանում նոր օրակարգ դարձնել։ Միգուցե Փաշինյանը հենց ինքը իր սցենարը ջարդեց։ Չէ, դա իր շարքը իր այդ զայրույթն է կոտրում իր սեփական օրակարգը։ Եռագլուխ հրեշի միֆը չի աշխատում, ինքը սկսում է անընդհատ Արցախի կորստի բեռը շալակել, որովհետև այնպես արեցին, որ չաշխատի։ Հասկանում եք, ոչ թե ինքը իրանով կոտրեց, այլ իրան կոտրեցին։ Այսա է խնդիրը։ Ինքը տանում էր այդ եռագլուխ ես խաղաղություն, իրենք պատերազմ։ Դա նախ հիմարություն է, ասենք, որովհետև չի կարող պատահի, հա, այդ անդիմադիր երեք ուժերի գալու դեպքում պատերազմը իսպար բացառվում է 150%-ով, որովհետև պատկերացեք, հա, իրանք ասում են, իրանք հա ռուսամետ ընդդիմություն, այսպես ասենք։ Դուք ո՞նց եք պատկերացնում ռուսամետ ընդդիմությունը գալիս է դառնում է Հայաստանի ղեկավար պաշտոններ ու Ադրբեջանը Իդեպ Ադրբեջան չկա, դա Թուրքիայի շարունակություն է Հարավային Կովկասում, Ադրբեջանը ինքնուրույն սուբյեկտ չէ։ Նա օբյեկտ է ընդամենը։ Ադրբեջանը որոշում է, հա, հարձակվել եւ Սյունիքից ինչ որ տարած գրավել, ուրեմն այս պահեդրությամբ սկսած 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, ով Արաքսից հարավ ունի տեղակայած 4 կորպուս, ընդհանուր թվով որ վերցնում ենք 160-ից 140-ից 160 հազար զինծառայող իսլամական հեղափոխության պահպանների կորպուս, 4 կորպուս, մեկը Նախիջևանի ուղղությամբ, մեկը Սյունիքի ուղղությամբ, երկուսն էլ Սյունիքից դեպի ուրեմն արեք Ադրբեջանի ուղղությամբ։ Եթե չլներ Սյունիքի ուղղությամբ եւ այդ կորպուսները, Ադրբեջանի զորքը վաղուց էր մտել գրավել, անկախ նրանից վարչապետը Նիկոլ Փաշինյանն է թե Պողոս Պողոսյանն է, նա չի կարողանում։ Սա մեկ, այդ կորպուսները տեղից ոչ միտեղ չեն գնացել, այսինքն պատերազմը չեղավ, որովհետեւ Իրանն էր կանգնած մեջքին։ Եվ երկրորդ, ինչպես եք պատկերացնում, ռուսամետ ուժը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, գալիս է իշխանության եւ Ադրբեջանը որոշում է հարձակվել այդ Հայաստանի վրա, շատ լավ իմանալով, որ դրանով փաստացի ինքը հարձակվում է Ռուսաստանի վրա, հասկացանք, Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի պատերազմում, բայց ինքը հաստատ ունի այնքան զինուշ, որ կարողանա անկյունում գտնվող Ադրբեջանի կես ժամվա մեջ Իրանի հետ դաշնակցած ուղղակի վերացնի։ Այդ իսկ պատճառով նշել, որ հա պատերազմ կլինի այս ուժերի գալու դեպքում, դա կատարյալ տխմարություն է, բացառված է։ Սա մեկ։ Երկրորդ, դրա համար իրաց մի հատ ռուսամետ բարի հետ կապված ճշգրտում անենք, պարոն Բադալյան, որովհետև Փաշինյանն է այս երեք ուժերին ռուսամետ վերագրում։ Ես ճիշտ ասած կհրաժարվեի այդ բառից, բայց Փաշինյանը ինքը օրվա առաջին կես Ռուսաստանի հասցեին հոխորտանքներ տեղալուց հետո օրվա երկրորդ կես ասում է, որ Պուտինի հետ ունի անձնական հրաշալի ընկերական հարաբերություններ, որ իրենից ավելի շատ հեռախոսազանգ Պուտինի հետ ունեցած առաջնորդ աշխարհում չկա, ավելի քան 200 հեռախոսազանգ այս 8 տարվա ընթացքում։ Գլուխ է գովում հայ-ռուսական հարաբերություններով, ավելի վաղ Ալեն Սիմոնյանը ասել էր, որ իրենք Հայաստանում երբևէ ամենառուսամետ իշխանությունն են։ Այսինքն, ինչպես ասում են, բանն է, չէ, աղվեսի թե կատվի վազքը մինչև իր մարակն է։ Հիմա եթե դուք հակառուսական եք, եթե դուք դուրս եք գալու ԵԱՏՄ-ից, դուրս եկեք ԵԱՏՄ-ից, դուք չեք կարող դուրս գալ ԵԱՏՄ-ից, դուք նույնիսկ ՀԱՊԿ-ից չեք կարող դուրս գալ։ Ռուսաստան քննադատելու կամ եվրասիական տարածք քննադատելու ձեր բարձրակետը Լուկաշենկոին հարվածելն է ընդամենը։ Դուք Պուտինի հասցեին, ռուսական պետության հասցեին, որևէ սպառնալիք չեք կարող խղել։ Իրականում դուք նույնիսկ չեք հեռացել ռուսական առանցքից։ Դուք շարունակում եք մնալ նաև ռուսական առանցքի մեջ։ Եվ այդ կեղծ հակառուսականությունը, որ առավոտից երեկո բանեցնում են, բա հիմա օրինակ Մոլդովայի օրինակը բերեցիք զրույցի սկզբում։ Մայա Սանդուին Մոսկվայում չեն ընդունում։ Մայա Սանդուն համարվում է հակառուս գործիչ։ Փաշինյանին ինչու են ընդունում։ Դե թող չընդունեն։ Նայեք, ուրեմն, ինչ վերաբերում է ռուսամետ, ինչ են կանվանում ընտրաբան այդ ուժերին ռուսամետ, որովհետև նրանք հենված են ռուսամետ ընտրազանգվածը, սա վիրավորական չէ։ Սա Հայաստանի ընտրազանգվածի կառուցվածքն է։ Մեզ դուր է գալի թե չէ, Հայաստանի ընտրազանգվածը, որտեղից կյանքի ապագայի տեսնում է կամ արևմուտքի հետ
ինտեգրացիոն, դա արևմտամետ ընտրազանգվածն է, որը ուզում է, որպեսզի Հայաստանը լինի ՆԱՏՕ-ի անդամ, Եվրոմիության անդամ։ Դնենք մի կողմ, կլինի թե չի լինի, ընտրազանգվածը դա է ուզում, ինչպես նաև Ամերիկայի հետ դաշնակցած։ Կա այդ ընտրազանգվածը։ Երկրորդը կա ընտրազանգվածը ռուսամետ, որ ուզում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, Եվրասիական տնտեսականում, BRICS-ում եւ այսինքն այս BRICS-ը մի քիչ ասենք, ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում, այսինքն եւ Ռուսաստանի հետ դաշնակցած Հայաստանը ապագանը տեսնում է դաշնակցած բոլոր ոլորտերում տնտեսական, քաղաքական, մշակութային, գիտական եւ այլն։ Կա ուրեմն քաղաքական կողմնշում քվեարկողների մեկ այլ ուրեմն ընտրազանգված, որը ձեռը տալի այսօրվա կյանքը, որոնք որ այսօր կա, դա ԿՊ-ի ընտրազանգվածն է, եւ չորրորդը քաղաքական կողմնշում քվեարկողների դա այն ընտրազանգվածն է, որը ուզում է ծովից ծով Հայաստան, պայմանական ասած քուր Արաքսից մինչև Կիլիկիա եւ այլն, ինքը դա է ուզում։ Դուք չեք կարող ասել, գիտեք, դա մի ուզի, դա իրական չի, մարդ իր ամբողջ կյանքի ընթացքում ինքը պատկերացում ունի, որ Հայաստանը այդպեսին պետք է լինի։ Դա իր մոտ ձևավորվել է եւ որպես գերիշխող կարծրատիպ, ինքը այդ գերիշխող կարծրատիպ լինելուց է գնում քվեարկում, ոչ թե ռացիոնալ դերասած նայում է, այնտեղ կարդում է ծրագիր եւ այլն, ինքը իր պատկերացումն ունի, որը իր տվյալ պահին, ընտրության պահին գերիշխում է, որն է գերիշխում, ըստ այդմ էլ քվեարկում է։ Դրա համար է մենք ասում ռուսամետ ընտրազանգված եվրայինված ուժին, ռուսամետ, դա վիրավորական չի, դա ինչ որ արհամարական չի, խամարական չի, ուղղակի որակավորմանը կամ տեսակավորման ուրեմն բան է, գործընթաց է, սա մեկ։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին։ Ուրեմն իշխող քաղաքական ուժը այն պահից սկսած, երբ որ Հայաստան բերեց Եվրոմիության դիտորդերին, դա կարծեմ 2022-ի դեկտեմբերը։ 22 թվականի դեկտեմբեր։ Առաջին, քանի 50 հոգին են, թե քանի հոգի են, ավելի քիչ էին։ Այդ ժամանակ որեկան լավ չեմ հիշում, այդ պահից սկսված Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքական էլիտաների կամ ղեկավարների, էլիտա չասենք, ղեկավարների միջև սկսվեց սառը հարաբերությունները, սկսեցին հարաբերությունների կամաց տարաբաժանում, որովհետեւ Եվրոմիությունը դա այս պահի դրությամբ եւ այն պահի դրությամբ երբ որ բերվեց, դա հակառուսական, ասենք, կառույցի էր կամաց վերածվում։ Դու բերեցիր հակառուսական կառույցի ներկայացուցիչներին եւ այս տարին ընթացքում դու այստեղ դրանց թիվը ավելացրեցիր, դու հանեցիր սահմանապահ ուղեկալած ռուսական գործընթացի, որոնց հենց դու էիր բերել ի դեպ։ Հա, ամեն դեպքում 21 թվականին ինքն էր բերել հենց, իր խնդրանքով էին եկել։ Հա, հիմա դա հեռացեցին, դու ավելացրեցիր այդ դիտորդերի թվականակը, դու դիմեցիր անցյալ տարի աշնանը, որի մասին կայակալասը բացայտ ասեց, դուք դիմել եք մեզ հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու մեզ, եթե Եվրոմիության ես դեմ հիբրիդային պատերազմ, բնականաբար հո Չինաստանի դեմ չես պայքարելու, ուրեմն Ռուսաստանի դեմ ես, չէ՞, ասենք այդ խումբը գալու, որը եկավ, որ այստեղ ինչ որ աշխատանքներ է տանում, դու այստեղ կազմակերպեցիր ամբողջովին հայ Եվրոմիության քաղաքական այդ համաժողովը, որը հակառուսական գործընթաց է, որին իրանք բերեցին Զելենսկուն։ Հայաստանի իշխանությունը շատ են մեղադրում, Հայաստանի իշխանությունը Զելենսկուն բերել չէ, Հայաստանի իշխանությունը չի բերել Զելենսկուն։ Հայաստանի իշխանությունը անգամ հիմա արդեն ոչ օբյեկտիվ է, ոչ օբյեկտիվ չէ, ոչ օբյեկտ է, որ անգամ ինքը չի որոշում Զելենսկին գա թե չգա։ Մակրոնն է որոշում Զելենսկին կգա Հայաստան, թե չի գա Հայաստան, այսինքն արևմուտքի Մակրոնը որպես արևմտյան գլոբալիստական ուրեմն այդ կառույցի ակնառու ներկայացուցիչ։ Իրենք է որոշում գա Զելենսկին թե չգա։ Հայաստանի իշխանությունը անգամ չի կարող ասել հա կամ չէ, մի բեր եւ այլն։ Իրենք այդ այսչան իջացել են իշխանության մակարդակը եւ բնականաբար Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների այդ հանդիպան կալ ասել վերջակետը, որ կամ պետք է ասել վերջակետը դրվեց, այդ հայտնի առանձնազրույց է, եթե հիշում եք, հերոստատեսությամբ, երբ որ իր լրատվական ցույց տվեց Փաշինյան Պուտին այդ առանձնազրույցը, որը շատ սուր անցավ եւ դրանից հետո տեղի ունեցավ այս գործընթացը, ուրեմն Եվրոմիության, այդ գալը Զելենսկու գալը, որ այստեղ խոսած Ռուսաստանի դեմ եւ Հայաստան չպատասխանեց, այդ դա արդեն վերջակետ էր դրած եւ այն որ ստորագրում է, որտեղ թղթով sense չորացնում է, չէ՞, Հայաստան Եվրոմիություն գագաթաժողով այսպես թղթով չորացեց հայ-ռուսական ղեկավարների միջև տարանջատումը, վերջ, նրանց միջև այլևս հարաբերություններ որպես այդպեսին չկա եւ հիմա Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանը Մայա Սանդուից ոչ մի բանով այլևս չի տարբերվում։ Ես շատ կուզեմ, որ ձեր ասածը գնա հենց այդպես եւ ռուսական իրականության մեջ այդպիսի ընկալում լինի, քարոզչական իրականության մեջ ես դա տեսնում եմ։ Գործնական քաղաքականության մեջ դեռևս չեմ տեսնում,
Այսինքն ինչպես պետք է տեսնենք Պետք է տեսնենք հունիսի 8-ի առավոտյան, պարոն Բադալյան, որովհետև նմանաբնույթ խոսակցություն կար նաև 2021 թվականին։ Հետո ռուսները իրենց քարոզիչների բերանով սկսեցին ասել, որ Հայաստանի որևէ այլ իշխանություն, այն ժամանակ տիտղոսային ընդդիմություն հենց Հայաստան դաշինքն էր եւ երկրորդ նախագահը, չէր համաձայնի նոյեմբերի 9-ի երակողմ հայտարարության ամբողջական իրականացմանը, չէր համաձայնի։ Հիմա ոչ նոյեմբերի 9-ը կա, ոչ Արցախ կա առհասարակ եւ Հայաստանի հարցն է դրված զոհասեղանին։ Ես ուզում եմ հավատալ այս անգամ ռուսների անկեղծությանը, որովհետեւ ես վստահ եմ, որ 2021 թվականին նաեւ Մոսկվայի կամոք է Փաշինյանը մնացել իշխանության։ Դուք ասացիք, որ 21 թվականին դրսից աշխարհակաղակական խաղադրույքը այդքան մեծ չէր, ես կարծում եմ, որ էլի մեծ էր։ Այսօրվա նման չէր։ Այսօր ավելի բարձր է, բնականաբար այսօր ավելի բարձր է, բայց այսօր կոնֆրոնտացիան այո շատ ուժեղ է հավաքական արևմուտքի եւ հատկապես Եվրամիության եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի, մյուս կողմից Ռուսաստանի։ Հիմա Ռուսաստանը այս օրերին արդեն սկսել է բավական ծանր, այսպես ասած, պատժամիջոցներ, ծաղիկներ արդեն չեն թողնում այնտեղ մուտք գործի, տեսակ, որ գազի գնի բարձրացման մասին են ակնարկում, պարզվում է Գազպրոմը նույնիսկ Հայաստանի կառավարությանը ծանուցում է տվել, որ շուտով գազի գինը բարձրանալու է։ Սա էլ չի գնալու մի քանի օրից ԵԱՏՄ գագաթնաժողովին եւ այնտեղից արդեն շատ հստակ ասում են կամ պիտի դուրս գա կամ մնում եք, էլ դուք ժամանակ չունեք։ Այնտեղ ուրիշ բան կարող են ասեն, շատ հետաքրքիր բան է։ Մայիսի 28-29-ին տեղի ունեցող ԵԱՏՄ այդ հավաքի ժամանակ կարող է տեղի ունենալ ավելի սարսափելի բան, որը դեռ չեք ներկայացնում։ Նրանք չեն ասի դուրս եկեք կամ դուրս չեկեք։ Իսկ եթե նրանք վերցնեն եւ սառեցնեն Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում, Հայաստանի իշխանությունը ասում է չկա այդպիսի կարգավիճակ, որ դու սառեցնես։ Ես դուրս չեմ գալի։ Բա ՀՊԿ-ին ո՞նց եք սառեցնում։ Այո, նույն հարցը կտամ, բա ՀՊԿ-ին ո՞նց եք սառեցնում։ Մենք չենք ասում դու դուրս այ մենք համարում ենք, որ դուք այլևս այս կառույցի անդամ չեք, ձեր անդամակցությունը սառեցված է միջև վերջնական որոշում կայացնելը։ Իսկ վերջնական որոշում կարող է դնել հունիսի 1-ին, իսկ եթե վերցնեն եւ ասեն հունիսի 1-ից հետո մենք ձեզ դիտարկում ենք որպես Եվրոմիության անդամ երկիր, նշանակում է ձեր ապրանքները չեն գալու մեր շուկա, որովհետեւ չի համապատասխանում մեր ուրեմն որտեվ Եվրոմիությանը կատական տարիֆներով են մտնելու, որտեվ ԵԱՏՄ-ն առանց տարիֆի տարածք է։ Հիմա որ հայ արտահանող այդ տարիֆները կվճարի։ Այդ մեկ Երկրորդ, իսկ եթե օդային կապուղիները, որը Եվրոմիության եւ Ռուսաստանի միջև չկա, այստեղ դադարեցվի, ասենք Երևան-Մոսկվա ինքնաթիվ ինչ է Բաքվից են տրնելու, թե Թիֆլիս են կանտատ գնալու, Թբիլիսի են գնալու տրվելու, սա երկուց կապուղին։ Երրորդ, իսկ եթե վերցվի եւ վիզային ռեժիմի բանը դրվի, եւ չորրորդ, իսկ եթե գազի գինը ձեր ասած հենց հունիսի 1-ից նախորդ թանգանը սահմանին 177.5 է, չէ՞, կարծեմ ասում եւ Գերմանիան մինչեւ 600, հիմա դնում են 600։ Հիմա դուք պատկերացեք գազի գինը մի քանի օրվա ընթացքում 5 անգամ բարձրացել։ 5-րդն էլ հավելեմ, 5-րդը մեր տարածքում 700-ից 800 հազար աշխատանքային միգրանտ ունենք։ Բա որ մի օրում արտաքսենք բոլորը։ Մի օրում չան արտաքսի։ Չէ, մի ամսում թող լինի, մի տարում թող լինի, այդ մարդիկ ինչ են անելու։ Այդ մարդիկ գալու են ստեղ ու չգիտեն ինչ ան, այդ մարդիկ ստեղ ընտանիքներ ունեն։ Եվ իսկ եթե ոչ թե մի տարի հետո գազի գինը բարձրացեցիր հաջորդ օրը հացը, որ մտակաշը 200 դրամով առնում եք, հա, կամ 220 դրամով առնում եք, հացի փորից դառնա 5 անգամ գինը բարձրանա 1000 դրամ։ Դրա մասին մտածել ենք։ Այդ մեկ։ Հիմա ինչ տարբերություն կա 21 թվականին եւ հիմիկվա, որ ասում են այն ժամանակ արդարությամբ պետք է ասենք, որ այն տիտուլավոր առաջադեմ ընդդիմությանը, այսպես տիտուլավոր ընդդիմությանը հիմնականում օգնում էր Ռուսաստանի հայ համայնքը, ռուսական պետականությունը այդքան էլ չէր ներքաշում, ինչի համար իրանք մտածում են այսպես, քանի որ Ղարաբաղում բարդ իրավիճակ է ստեղծվել, դեռևս չեն կորցրել, բայց բարդ իրավիճակ է չէ ստեղծվել։ Այ իշխող քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանը սկսի խնդրել ռուսներին, «Ვა գիտեք, եկեք ընդ պաշտպանենք Ղարաբաղը, եկեք մի դուրս եկեք» եւ այլն։ Իրանց մոտ չկար այն պատկերացումը, որ քաղաքական ուժը բերվել է հատուկ հարցը փակելու համար։ Իրանք թվում է, որ իրանք է կախման, որ իշխող քաղաքական ուժը իրանցից կախման մեջ է լինելու եւ իրոք մտածում են, ուղղակի մտածում են, որ այդպես է լինելու է, անդադ իրանցից խնդրելու է եւ 23 թվականի սեպտեմբերին ընդհանրապես այդ արտագաղթը տեղ ունեցա պատերազմը եւ հանեցին, նոր դրանից հետո շատ-շատ սկսեցին հասկանալ, որ չէ, իրավիճակը ուրիշ է, ուղղակի Ռուսաստանը մի քիչ դանդաղ աշխատող ուժ է, էլի, սա մի քիչ բյուզանդական կայսրության նման, այնտեղ արքունիքը միջև տեղ է հասնում, միջև որոշումներ են կայացնում, մի քիչ ժամանակ է հասնում, բացի դրանից վերլուծական միտքեր այդպես արտոկո զարգացած է, շատ-շատերը նաև որպես քարոզչական նյութեր են ասում, սկսում են իրենց հավատալ քարոզչական նյութերին, բացի դրանից այնտեղ բավականին ուժեղ աշխատում էր թուրք-ադրբեջանական լոբինգը, որը եւ այսօր Կրեմլի մի քանի աշտարակ կա, որ հենց այդ գիծն
մյուսն էլ սպասարկում են։ Այո, դա նույնպես իր դերակատարություն ուներ, բայց հիմա արդեն վերջացել է, որտեղ իրանք արդեն բոլոր, ասենք, իրանք լրատվականներով, հա, կամ տելեգրամյան ալիքներով իրանք մի բան հասկանում են։ Վարչապետը ինչ ասեց, Հայաստանում Գյումրի ռազմական բազան պետք է աշխատի Հայաստանի իրավասության ներքո, այդպեսի բան չի կարող լինի։ Եթե ռազմական բազան քո իրավասության ներքո է աշխատում, ուրեմն ինքը լուրջ երկրի ռազմական բազա չի։ Ու փաստացի այդպես ասաց, ինչպես նաև սահմանապահն հետ կապված հայր բարձրացած, որ գիտեք շատ են փող ուզում, պետքա քննարկեն եւ այլն։ Բացի դրանից Հայաստանը արդեն Եվրոմիության հետ ստորագրված որոշ փաստաթղթերով, ինչպես Հայաստան Եվրոմիություն առաջին գագաթնաժողովի ժամանակ ստորագրված 44 ընկետանոց ուրեմն փաստաթղթում որոշ կետեր կան, որոնք ուղղակի զուտ իրավական տեսակետից հակասության մեջ է մտնում Եվրոմիության որոշակի, ասենք, նորմերի հետ, ասենք, կիբերանվտանգության հետ կապված եւ բազմաթիվ ուրեմն այլ կետի հետ կապված արդեն, ինչպես Սովերչուկն է նշում, Հայաստանը ոչ միայն հայտարարում է դեպի Եվրոմիություն գնալու մասին, այլ արդեն ընդունում է նորմեր, որոնք արդեն հակասության մեջ են մտնում։ Եվ բացի դրանից, գիտեք, ինչ Ռուսաստանի համար մի քիչ ցանկալի չէ, այսինքն ստացվում է, ասես, գիտես ինչ, Պուտին ես տեղ կմնամ առևտուր կանեմ, իմ փողը կաշխատեմ, միջև ես իմ դիրքերը ամրապնդեմ ու հետո կասեմ քեզ հաջողություն գնացի։ Քո բոլոր արտոնություններից այդ ընթացքում կօգտվեմ, բայց կգնամ կկպնեմ ուրիշի փոքր։ Հա, ու հետո վերջում կասեմ քեզի հաջողություն, բարի ճանապարհ։ Մեր զրույցը ամփոփենք ըստ իս մի կարևոր հետևյալ արձանագրմամբ։ Բոլոր նրանք, ովքեր այս վարչախմբին մեղադրում են, ավելի ճիշտ բոլոր նրանք, ովքեր այս վարչախումբը համարում են արևմտամետ եւ հակառուսական, ես երկու ուղղությամբ հետեւյալ փաստարկների կոմպլեկտն եմ տալիս նրանց եւ երկուսն էլ խիստ փաստագրված։ Օրինակ, երբ որ Փաշինյանը սկսում է ռուսամետ ընդդիմությանը մեղադրել այլ երկրի ուժերի սպասարկման համար, արդեն գիտեք, որ պետական դավաճանության մասին է խոսում, հանձնարարում է արձակուրդի մեջ գտնվող անձը ընդդիմադիր գործչի հանդեպ պետական դավաճանության մեղադրանք արել։ Փաշինյանը Հայաստանի միակ առաջնորդն է եղել, որը 2018 թվականի օգոստոսին հայկական դրոշի տակ Սիրիա զորախումբ է ուղարկել ընդդեմ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի հետ միասին։ Աշխարհում միակ պետության առաջնորդը բացի Ռուսաստանից, որ Ամերիկայի դեմ Սիրիա զորք է ուղարկել։ Փաշինյանը, որը հետևողականորեն խոսել է խաղաղապահ զորքերի անիմաստությունից Արցախում, ինքը իր գրչով բերել այնտեղ ռուս խաղաղապահների հետ տեղակայել։ Փաշինյանը 2021 թվականին Օնիկ Գասպարյանի խոստովանությամբ որտեղ է խաղաղապահ տեղավորել Արցախում Արցախում ինքն է, չկան, բայց ինքն է բերել տեղավորել, չէ։ Ամեն անգամ երբ որ ռուսական վերջնական արդյունքով ենք նայում։ Դե վերջնական արդյունքը հիմա այդ երկարաժամկետի մեջ պիտի նայենք։ Ես ուզում եմ հասկանալ, որ ոլորտում է, որ օրինակ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից նվազել է, ոչ առևտրի եւ արտահանման մեջ է նվազել, ռազմական առումով, այո, այդ ուղեկալները չկան, Արցախը մերը չի, բայց ռուսական 102-րդ ռազմաբազան շարունակում է մնալ։ Իդեպ իրենք հայ-իրանական սահմանագծի ուղեկալներում շարունակում են իրենց հերթապահությունը, անցակետում չկան, բայց ուղեկալներում կան։ Ի վերջո քաղաքական կապերը շատ ակտիվ են, Փաշինյանը շարունակում է գնալ Մոսկվա, երկրորդ, երրորդ ռանգի պաշտոնյաները շարունակում են գնալ, Մեհեր Գրիգորյանը շուտով կգնա ԵԱՏՄ-ի նիստին։ Դա մեկ, իսկ ինչ վերաբերում է իբր Եվրամիությանը մերձենալուն, ես փաստարկված ցույց եմ տալիս, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունը այսօր պատմականորեն ամենացածր մակարդակի վրա են։ Շատ ավելի վատ, քան 10 տարի առաջ, երբ մենք ՍԵՊԱ ենք կնքում։ Այն ժամանակ Եվրամիությունը Արցախյան հակամարտության մասին դրույթ էր ներառում ՍԵՊԱ-ում։ Ձեր նշած Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի 44 կետերից որևէ մեկում Արցախի բռնագաղթի, նույնիսկ հումանիտար օգնության մասին խոսք չկա, բայց ռուս-ուկրաինական հակամարտության մասին խոսք կա։ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի հետ ինչ կապ ունի ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այսքան են իջեցրել մեր նշած զոհերի իշխանության։ Տարբերությունը, որը բան է, խնդիրը ճիշտ հասկանանք, իշխող քաղաքական ուժը արևմտամետ չէ։ Իշխող քաղաքական ուժը գլոբալիստական արևմուտքի գործիքն է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Նա այդ արժե համակարգը կրողը չէ, որտեղ այդ արժե համակարգի կրողը ընտրաշավի ժամանակ չի հրանգում, այս մեկը կա լրտես անմիջապես ԱԱՑ վազի սամբռնի, այն մեկը արա եւ բազմաթիվ բաներ։ Տարանջատենք, տարբերակենք։ Նրանք արևմտամետ չեն, նրանք գլոբալիստների գործիքն են Հայաստանի Հանրապետությունում։ Սա մեկ։ Արևմուտք կացելով նկատի ունենք Եվրոմիության ղեկավարություն, ազգայնական Գերմանիա, Բրիտանիա, որը Եվրոմիության անդամ չէ, Թուրքիա, որը արևմուտք չէ, իր խաղն է խաղում, բայց Թուրքիան կարողացավ իր ջանքերի շնորհիվ այնպես անել, որը ես կոչված պանթուրքիզմը, որը միգուցե
տասնամյակներ առաջ ընդհանրապես ինչ որ որոշ մարդկանց այսպես դասագրքերում տեսական ինչ որ գործիք է, բայց այսօր իրականություն եւ դրված են իմ ասած Եվրոմիության մեծ տարածքը, որ ասում են, այդ դրա մեջ զուգահեռաբար, ասենք ներդաշնակել է ինչպես նաև մասնակիորեն Միացյալ Նահանգներ եւ ինչ որ չափով Իսրայել կապված այս թրիպի հետ, այսինքն սա հավաքական արևմուտքը։ Խնդիրը դա չի, որ Հայաստանը գնա արևմուտք կամ չգնա արևմուտք, ել ենք ասում, Հայաստանը չի գնում արևմուտք, Հայաստանից դուրս է բերվում ռուսական ռազմա, դուրս է բերվելու, որտեղ Մակրոնը ասաց, Մակրոնի ասածը Հայաստանի իշխանությունների համար պարտադիր օրենք է եւ իդեպ որ 44 կետում գրված չի Արցախի մասին, տրամաբանական է, որովհետեւ Արցախը իրենց համար գոյություն չունի։ Նույնիսկ Արցախ չեմ ասում, պարոն Բադելյան, Արցախցի փախստականների հումանիտար հիմնահարցերի մասին։ Պետք է լինել, որովհետեւ Մակրոնը որպես Արցախի հարցի գերեզմանափոշ, մենք հայ ժողովուրդը իրան պիտի այդպես ընկալի, ոչ թե գնար հանրապետության հրապարակում սելֆի համար հերթ կանգներ։ Եվրոպայի համար նա ծաղրացու է, ով է Մակրոնը, իր ժամկետները շուտով ավարտվում են, երկրորդ ժամկետը։ Ինչ ասեմ, ես եմ ասում։ Հիմա բացի դրանից, երբ որ դուք նշում եք, նաև ռուս-ուկրաինական այս պայմանագում կա ռուս-ուկրաինական հարցին քննարկվող հարց, բնական է, որովհետև Հայաստանը այդ տարածքում է արդեն ապագան տեսնում, այսինքն Եվրոմիության գլոբալիստական տարածքում, իսկ իրաց համար ռուս-ուկրաինականը կարևոր է, Արցախի հարց չկա, բայց ռուս-ուկրաինականը որ կա, դրա համար տեղ գտավ այդ ուրեմն ռուս-ուկրաինական մասը։ Այսինքն մենք ճիշտ պետք է հասկանանք, հարցը այն ժամանակ, երբ որ Հայաստանը սեպա էր կնքում, այն ժամանակ Հայաստանը սուբյեկտ էր։ Կար Արցախ, Հայաստանը ասենք ինչ որ ասենք կարևորություն ներկայացնող էր, ինքը ինչ որ բան թելադրող էր տարածաշրջանում։ Հիմա Հայաստանը սուբյեկտ չի, օբյեկտեր չէ, իշխող կական ուժը իջացնում է օբյեկտից ցածր ընդհանրապես ճանապարհ։ Այս ճանապարհը չի կարող ինքը ինտեգրվել Եվրոմիությանը։ Դու ընդհանրապես ճանապարհ ես, որտեղից ռուսական ուղղակալները պետք է դուրս բերվեն։ Այսօր չեն բերվել, վաղը կբերվեն, որովհետև Արցախի հետ կապված որ ասում ենք, այո, ինքը ստորագրեց, Արցախի խաղաղապահներն եկան ժամանակավորապես միջև հանեն, սա համատեղ աշխատանք է ռուսների դեմ, որը իրականացվեց Հայաստան եւ Ադրբեջան իշխանությունները միասին արեցին եւ այդ հարցը փակեցին։ Ինչ վերաբերում է խաղաղապահներն ուղարկել, ապա դա այդքան չի ասի, թե Ամերիկայի դեմ էր ուղղված, այնտեղ կար նաև Թուրքիայի ազդեցությունը, բայց դա այսպես նոր եկած իշխանություն էր, որը պետք է ցույց տար, որ ինքը այսպես ռուսների հետ հավասար, ռուսների հետ ուրեմն ինչ որ մոտիկ դաշնակից երկիր է։ Պատկերացրեք, եթե 18 թվականին նա կանգներ եւ ասեր, որ ահա մեր նպատակը Արցախը փակել է, Արցախը չպետք է լինի, ռուսական ռազմական բազան դուրս ենք բերում, քանի հոգեր հետևից գնալու։ 18-ին նա նույնիսկ Մարիա Զախարովա էր ցիտում։ Երևս վարչապետ չընտրված։ Բնականաբար կողմերի հետ ունի լավ հարաբերություններ։ Նայեք բանով այդ այսպես երկար ժամանակահատվածի մեջ, իսկ երբ որ երկար ժամանակահատվածի մեջ նայում եք, տեսնում եք ինքը չի կարող մի օրվա մեջ դուրս գալ։ Արդեն հապկի այդ երկար ժամանակ ինքը ասեց, սառեցրել ենք ու այլևս մենք չենք բանանելու, տախաստելու հարաբերությունները եւ ռուսական ռազմական բազան չմոռանանք նաեւ, երբ որ ասում եք նաեւ ինչ հեծը դա ռուսական կապիտալով ստեղծված ձեռնարկություն է, որը վերցվեցին, երկրորդը երկաթգծի լիցենզիան է, որը վերցվում է։ Հավատացեք, վերարտադրվելու դեպքում հաջորդը Գազպրոմ Արմենիան է լինելու, որը նույնպես վերցնվելու է։ Խնդիրը պետք է հասկանանք, այս տարածք արևմուտքին պետք է ոչ ռուսական ներկայությամբ, թե ինչ կլինի այս տարածքի հարցը, ստեղ բնակվող բնակչության հարցը, հայեր կլեն կգան 200,000 ադրբեջանցի, 400 ադրբեջանցի, դա կարևոր չէ։ Սա պետք է ճանապարհ լինի, որ Եվրոպան այդ Միջին Ասիայից հանքահունքային ռեսուրսները տանենք դեպի ուրեմն արևմուտք։ Սա է։ Շատ շնորհակալ եմ այս ծավալուն եւ արժեքավոր զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Զրուցում էի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ, սա ուրախնդրի հերթական թողարկումն էր 168 TV եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթավերջին։ Ցտեսություն։